ով առաջին է, ինչ ասեց, ով հետո ոնց ասեց։ Հիմա գնան այ, հա, Ղարաբաղի կոնֆլիկտի մասին էլ։ Մենք մեր ճշմարտությունն ունենք Ադրբեջանը։ Առաջինը ով ասեց, առաջինը ինչ արեց, առաջինը ով կրակեց, առաջինը ով սպանեց։ Բայց մենք մեր ճշմարտությունն ունենք եւ հավատում ենք այդ ճշմարտությանը։ Բայց իրանք իրենք ճշմարտություն ունեն, որ հավատում են։ Խաղաղությունը սրա մասին է։ Այո, պատերազմի եռագլուխ կուսակցությունը կոնկրետ սպառնալիք է ստեղծել խաղաղության համար։ Որովհետև ճիշտ է 720,000 քաղաքացի դեր է կանգնել խաղաղությանը։ Բայց հիմա նայում են թվերին, ասում են ոնց 500,000 մոտ քաղաքացի քվեարկել է բանի օգտին, որ գնում են Ղարաբաղը հետ բերենք։ Մի րոպե, բայց մենք հիմա ինչով ենք հիմնավորում նաև որ դա հիմնավորում ենք նաև ի հեճուկս են փաստի, որ հրապարակ ասում են, որ մեր ձայները գողացել են, հրապարակները դատարկ են։ Որ 2 հոգի մարդ կա հրապարակում։ Ոնց կարա 500,000 մարդու, այսինքն 500,000 այդ ֆիքսվածն է։ Ոնց կարա 600-700,000 մարդու ձայնը կեղծված լինի եւ հրապարակը լինի դատարկ, եւ ազգային ժողովը լինի դատարկ։ Ոնց կարա կեղծիկ արած իշխանությունը գամբյոնից սենց խոսա, ոնց կարա տես բանը լինի։ Հələ գնացեք տեսեք նախկինում կեղծվածները ոնց են խոսում։ Գնացեք բացեք։ Ասում են վայ հանկարծ չանեք հարավակ, բան ապակայունացրեք, ասում եմ արեք։ Ում ձայնը կեղծվել է դուրս եկեք հրապարակ, ցույց տվեք, որ ձեր ձայնը կեղծվել է։ Եվ այո, այս մարդիկ պատերազմի սպառնալիք են ստեղծել։ Եվ մենք պետք է ջանք գործադրենք, որ իրադրությունը չապակայունանա։ Մտեր ասում են, վայ, Ադրբեջանի բան եկել է Դիլիջան։ Որ եկել է Դիլիջան, դա եւս մեկ երաշխիք է նրան, որ մենք խաղաղությունը շարունակում ենք ինստիտուցիոնալ զարգացնել։ Հա մենք էլ չենք գնալու գոնե այդ մակարդակում։ Ես ասել եմ, որ 29 թվականին, եթե իհարկե հրավեր լինի, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին, ես եթե հրավեր լինի, ես այս գլխից ասում եմ, ես գնալու եմ Բաքու։ Բայց մյուս կողմից այս հարցը պետք է պարզաբանվի։ 500,000 մարդ ասում է, որ պետք է մենք Ղարաբաղի շարժումը շարունակենք։ Ոչ չի ասում։ Եվ մենք պետք է թույլ չտանք, որ դա հանկարծ տենց տպավորություն ստեղծվի, որովհետև եթե տենց տպավորություն ստեղծվի, այո խաղաղությունը կփլուզվի եւ շատ արագ կփլուզվի։